Պարոն Շարմազանը, ինչ քննարկեցիք, ընդհանուր առմամբ ինչ կարելի է անել այս իրավիճակում։ Դե մենք մեր աջակցությունը հայտնեցինք, հանդիպեցինք շտաբի ներկայացուցիչների հետ, խոսեցինք Արցախյան խնդրից, որ իրանք հիմնականում լսեցինք իրենց եւ լսեցինք, թե մենք ինչով կարող ենք աջակցել, իրենք ինչ է մեզնից ակնկալում։ Ես կարծում եմ, ոչ թե կարծում եմ, համոզված եմ, որ Արցախյան խնդիրը չի կարելի մոռացության տալ եւ շատ կարեւոր է, որ հանրությանը ներկայացնել, որ սա առանձին արցախահայերի հարց չի։ Սա հայության խնդիրն է, Հայաստանի Հանրապետության խնդիրն է, բոլորիս խնդիրն է։ Ի վերջո, այս հրապարակում է ծնվել Հայաստանի երրորդ հանրապետությունը եւ Հայաստանի երրորդ հանրապետությունը արդյունք է Ղարաբաղյան շարժման ու Ղարաբաղ կոմիտեի եւ իշխանությունները փորձում են ամեն կերպ սա ներկայացնել որպես ընդամենը սոցիալական խնդիր, իհարկե սոցիալական բաղադրիչը շատ կարևոր է, բայց սա ոչ միայն սոցիալական խնդիր է, սա մարդիկ դնում են վերադարձի հարց, դրոշման իրավունքի հարց, հազար ու մի հարց են դնում, ամենակարևորը այս իշխանությունների սխալ եւ դավաճանական քաղաքականության արդյունքում արցախահայերը զրկվել են իրենց հազարամյա բնօրանից, իրենց հայրենիքից։ Կառուցողական քննարկում եղավ, մեր մոտից գիտեք, միշտ էլ ակտիվ Աբրահամյան Տիգրանը, պարոն Աբրահամյանը աշխատում է, մենք էլ մեր պատրաստակամությունն ենք հայտնել, աջակցել, ինչ առաջարկություններ կլինեն, մենք պատրաստ ենք քննարկել իրենց հետ։ Արդեն իրաց կհարցնենք։ Լավ, մենք կհարցնենք, իսկ դուք երկու կարմիր գիծ նշեցիք։ Այո։ Մեկը սահմանադրության փոփոխությունների հետ կապված ասեցիք։ Երկու կարմիր գիծ են նշել, գիծ համար 1 Հայաստանի անկախությունն է եւ հաջորդ կարմիր գիծը դա Արցախի հայկականությունն է, ազատ Արցախը եւ ինքնորոշման իրավունքը։ Անկախ նրանից, որ այսօր Արցախը գերեվարված է, գերության մեջ է եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի պատանդի եւ գերության կարգավիճակում, մենք իրավունք չունենք մոռացության տալ 88-ի իդեալները եւ հրաժարվել Արցախից, ինչպես հրաժարվեցին այս կապիտուլանտները։ Այո, խոսել եմ նաեւ նրանից, որ այսօր գործող սահմանադրությամբ ուժի մեջ է անկախության հռչակագիրը, ուժի մեջ է ազգային անվտանգության ռազմավարության ծրագիրը, ըստ որի Հայաստանի իշխանությունները Արցախի անվտանգության եւ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն են։ Նրանք խախտել են այդ սուրբ իրավունքը, նրանք խախտել են իրենց իսկ կողմից ընդունված նույն ռազմավարությունը եւ չի կարող այո Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի կամքը ավելի բարձր լինել, քան Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Երեկ շատ հստակ լրատվամիջոցներից մեկին ասել են, որ իմ տպավորությամբ Փաշինյանն ու Ալիևը զուգահեռ սինխրոն գործում են, հենց այդտեղ ազգային շարժումը նշмарվում կամ էլի ակտիվություն է նշмарվում, նրանք փորձում են վախի մթնոլորտում շանտաժ տարածելով փորձել վախի մթնոլորտի մեջ պահել հայությանը, Հայաստանի քաղաքացիներին եւ արցախահայությանը։ Ասեմ ավարտեմ եւ նպատակը ո՞րն է։ Նպատակը մեկն է։ Ալիևն ասել է, որ որևէ պայմանագիր չի կնքվի խաղաղության, մինչև Հայաստանը չփոխի սահմանադրություն, նոր սահմանադրություն չընդունի։ Ակնհայտ է, որ այդ սահմանադրության մեջ Ալիևի պահանջով ոչ ցեղասպանության մասին է խոս լինելու, ոչ Արցախի մասին է խոս լինելու, ոչ եկեղեցու բացառիկության մասին է խոս լինելու, ոչ Արարատի բացառիկության մասին է խոս լինելու, այսինքն լինելու է Հայաստանի ադրբեջանացման սահմանադրությունը։ Եվ որպես իրենք հասնեն իրենց նպատակին, երկու բան ունեն, կամ պետք է էսկալացիա անեն, վախեցնեն հայ ժողովրդին, կամ էլ Նիկոլի հետ պայմանավորված շանտաժելի պատերազմով շանտաժի ենթարկեն, ասեն այ պատերազմ կլինի, բերեք այս սահմանությունն էլ փոխենք, բերեք սա հանենք, նա հանենք, Արցախի թեման մոռանանք, ցեղասպանության դատապարտումը մոռանանք, բայց ժողովուրդ ջան, եթե մոռանանք, մենք դրանով արժանի կլինենք այս հրապարակին ու եռաբլուրին, իհարկե ոչ։ Դրա համար ես միշտ ասել եմ, միշտ չի որ եւ առհասարակ ոչ թե միշտ, այլ միշտ գաղափարը, իդեան, պայքարը ու նահատակությունը դա սուրբ գործ է։ Իսկ 30 արծաթու լափը դա վատ բան է։ Պարոն Շարմազան, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախյան շարժումը իրենց համար այլևս փակ է, Դե իրենց համար իսկ թվում Արցախյան շարժումը երբեք չի եղել։ Իրանք ի սկզբանե կոնկրետ ինքը Արցախյան շարժման դեմ է եղել։ Օրինակ ինքը իր ամբողջ կյանքում ինքը ամեն ինչ այլ է, որ Արցախյան շարժումը անհաջողության մատնավ։ Ինքը իր գործունեությամբ, իր կեղծ հայնասիրական թեզերով բերել է պատերազմ։
Կեղծ հայնասիրական թեզերով ամեն մեկը չի որ Աստծուց խոսում Աստվածապաշտ է, երբեմն սատանի զավակներն են Աստծուց խոսում։ Կեղծ բայվասման վախեցեք կեղծ մարգարեներից։ Երբ որ ինքը գնաց ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, դա հայնասիրության դրսևորում չէր։ Դա ցավալապաշտության եւ ադրբեջանա հաճության դրսևորում է, որովհետև նա կանաչ լույս տվեց Ադրբեջանին հարձակվելու Հայաստանի վրա, Արցախի վրա եւ դրանով իսկ ապակառուցողական դարձնելով հայկական կողմերի բանակցային գործընթացը իր համար Արցախյան շարժումը բացի կենացներից ինչ ա եղել։ Ոչ մի բան, երբ որ գնում էր Արցախում ուլտիմատում են ներկայացնում Մինսկի խմբի համանախագահներին, ասում էր մինչև Արցախը չվերադառնա բանակցությունների սեղան, ես բովանդակային բանակցության մեջ չեմ մտնի։ Այսինքն ինչ է, ձեզ թվում է ինքը 2 կոպեկի խելք չուներ, որ հասկանալ կամ խորհրդական չուներ, որ ասել Նիկոլ, դու Ֆրանսիային, Ռուսաստանին կամ Միացյալ Նահանգներին միաժամանակ ո՞նց ես ուլտիմատում ներկայացնում։ Աշխարհի ես ինչ կատես մարդ, որը միաժամանակ կարող է Պուտինին, Մակրոնին ու Տրամպին, իսկ այն ժամանակա Պուտինին, Մակրոնին ու ով էր այն ժամանակ Բայդենին կամ Օբամային միջև այդ բան ներկայացնի, ուլտիմատում ներկայացնի։ Նիկոլ Փաշինյանը էլի Տրամպն էլ ժամանակա Տրամպին։ Էլի ներկայացնի ուլտիմատում։ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի միաժամանակ ու Մարսի, երբ որ կանում է ձեր հարցերին պատասխան 18 թվականի մայիսին ասում էր, իսկ ով է ասում են մեծ տերությունները փոխիչումային տարբերակ են առաջարկում, Նիկոլն ասում են, իսկ ով է ասում, որ Արցախը գերտերություն չի։ Բացեք նայեք, 18 թվական մայիսի 9-ը Ստեփանակերտի ասուլիսը, բայց գերտերություն Արցախը Նիկոլ Փաշինյան, ինչ ես նվիրել Ադրբեջանին, բայց դու ես ասում, իսկ ով է ասում, որ Արցախը գերտերություն չի։ Այդ որ Արայիկ Հարությունյանի ինագուրացիան գնում էր խրող տանում, այդ իր ազատագրված շուշում էր անում։ Դե բանի Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի խելքը չի ասում գնալ ընդդետենգի պայել կամ ինագուրացիա անել։ Իսկ դրանով ինքը ինչ է անում, ապակառուցողական է սարքում հայկական կողմերին։ Ինքը իմ տպավորությամբ մտածված սպասելով ի սկզբանե արել ամեն ինչ, որպեսզի Արցախյան խնդիրը ավարտվի։ Բայց չի ստացվելու։ Իսկ դրա ավարտվելու միակ տարբերակը ըստ իրա ո՞րն էր։ Պատերազմով Արցախը տա, ժողովրդին պահի շանտաժի մեջ ու Հայաստանը դարձնի թուրքական վիլայետ։ Այսօր տեղի ունենում Հայաստանի թրքացման գործընթացը եւ Արցախյան հիմնահարցի վառ պահելը, Արցախայության իրավունքների պաշտպանությունը եւ մեր ազգային արժեքների պաշտպանությունը միակ օազիսն են, որ կարող են Հայաստանի Հանրապետության պետականության փշրանքների դեր պահպանել։ Մենք այսօր կանգնած ենք գահավիժման եզրին, որովհետեւ ցանկացած պետություն, զվարճան, պետք է ունենա ազգային նկարագիր։ Յուրաքանչյուր պետություն ունի բովանդակություն, չկա տես պետություն, որ բովանդակություն չունի։ Միացյալ Նահանգները դա իրանց սահմանության եւ անկախության հռչակագրի բովանդակության վրա են։ Ֆրանսիան 1789 թվականի մարդու իրավունքների այդ դեկլարացիայի հիման վրա է։ Ամեն մեկը մեր պետությունն էլ անկախության հռչակագրի ազգային պետականության բովանդակային հիմքի վրա։ Հիմա սրանք եկել են գործող անկախության հռչակագրին ոչ միայն դեմ են հայտարարում, այլ ասում են այդ անկախության հռչակագիրը չգոյության մասին հռչակագիր կամ չանկախության մասին հռչակագիր է։ Եվ ի սկզբանե բոլորս որևէ մեկը մոռացել է, որ պատերազմի առաջինը Փաշինյանը պարլամենտում ինչ ասեց։ Ասեց ինչ է լինի, մենք մեզ պարտված պետք է չհամարենք։ Իսկ մինչ այդ ինչ էին ասում իրենք, ասում էին բանը հանուն ոչնչի։ Իսկ դե պատերազմից հետո էլ ինչ ասեց հաղթելու համար պարտավոր չի ուրիշներին հաղթենք։ Սրանք կոդեր են։ Իսկ ամենասկզբում որ դա 18 թվականի եղաշրջումից հետո ինչ եղավ։ Բոլտոնն եկավ Հայաստան եւ ասեց, հանձնարարեց Նիկոլին, որ Հայաստանը պետք է հրաժարվի պատմական գաղափարներից։ Պատմական գաղափարներից մեկն էլ ըստ իրաց դա Արցախի հայկականությունն էր։ Երկրորդը ցեղասպանության միջազգային ճանաչումն էր։ Երրորդը ամբողջական անկախության հռչակագրիրն էր։ Չորրորդը եկեղեցու բացառիկ իրավունքներ, հինգերորդը իմ տպավորությամբ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն էր։ Սա քանդելով գնում են։ Դրա համար ամեն ինչը մեր ձեռքում է։ Գարեգին Նժդեհին ասում է, զինակցում են նրա հետ, ով որ արժանի է զինակից ունենալու։ Եթե մենք չկարողանանք, թեկուզ այս շատ բարդագույն իրավիճակում խոսել ու պաշտպանել մեր ազգային դատը,
Մենք գրոշի արժեք չենք ունենալու, մենք արժանի չենք լինելու անկախության գաղափարին։ Սա է խնդիրը, շնորհակալ եմ։ Եվ այդ